Խնդրեմ պարոն Անդրեասյան, դուք կներկայացնեք այ որ ռազմական գործողություններին եք մասնակցել եւ ինչ զգացողություն եք ունեցել ռազմական գործողությունների ժամանակ։ Նախ ողջունում եմ ձեզ, թույլ տվեք ինքս էլ միանամ շնորհավորանքներին, հաղթանակ ներշնչող, հաղթանակ արյան մեջ ներմուծող դատոները, որը իմ կարծիքով, իմ սուբյեկտիվ կարծիքով մանկապարտեզից մինչև բարձրագույն հաստատություններ, նույնիսկ ծրագրային բնույթ պետքա կրի, ավելի բացազատած, որ երեխաների մեջ ներշնչվի ոչ թե մենք պարտված, մենք նվաստ, մենք չգիտեմ ինչ ազգենք, մենք միշտ հաղթանակած, ոնց ասեց պարոն Գևորգյանը, երբ եղել ենք համախմբած, միշտ հաղթանակած, սենց ասեմ, 3000 տարվա, շուրջ 3000 տարվա պատմություն ունեցող ազգ, եթե ուսումնասիրենք մեր ազգի պատմությունը, թեկուզ միայն պատերազմների պատմությունը, նույն հայն է, ոչ մի բան չի փոխվել, նույն բացարձակ լավ ու բացարձակ բացասական իրա կերպարով։ Նույն դավաճանությունները, նույն առուծախը, նույն իրար հանդեպ ատելությունը, բայց նույն ազգասիրությունը, նույն պայքարի մեջ մտնելու կամքը, նույն հաղթելու ունակությունները, ասեմ, 44 օրյա պատերազմի ժամանակ ինքս մասնակցել եմ 7-րդ պաշտպանական շրջանի կազմում, ժողովրդի մեջ հայտնի եղնիկներ, ասեմ, որ չհաշված առաջին օրվա հրետանակոծության պատճառով վնասված, ավիրված զինապահեստները, սնունդի պահեստները, մատակարարման անկանոն թույլ իրավիճակը ամենայն դեպս նույնիսկ այդ իրավիճակում բանիմաց սպաների, ծառայության փորձ ունեցող սպաների, իր մասնագիտականը տիրապետող սպաների գլխավորությամբ այդ նույն անձնակազմը իր խնդիրը կատարում էր ու պատրաստ էր նույնիսկ հետագայում կատարելու անկախ նրանից, որ անձնակազմի մեջ էր ագիտացիա գնում, մեծ կուտակումներ ընդհուպ շատ բարձր ղեկավարությունից գալող ագիտացիա, որ շատ մեծ կուտակումներ չենք կարողանալու պահենք, հելեկի չեք, չգիտեմ ինչ, ինչպես միշտ, ոչ, մնում ենք, պահում ենք ու պատրաստ ենք ու կկատարենք, ես եղել եմ ինժեներասակրավորային ստորաբաժանման կազմի հետ, առաջի օրվանից խնդիրը կատարելա, իրա չունեցած զինամթերքով պատրաստ էր հետագա յուրաքանչյուր զարգացման իրա խնդիրը կատարելու։ Ոչ մի հարձակում հակառակորդի կողմից անկախ իրա մասշտաբներից հաջողության նշույլ անգամ չի ունեցել։ Բայց ցավոք սրտի հրադադար տուն վերադառնալ ուրախ, որ ուրախ չենք կարող լինենք, որովհետև յուրաքանչյուր պարզավոր մեր երեխաներն են, կորուստները մեր ընկերներն են, բայց ուրախացած ընդհանուր մեծ հաշվով, որ մենք պահել ենք, կարողացել ենք, նույնիսկ պետք լիներ առաջ էլ կգնայինք, բայց այսօր այդ տարածքները քարտեզի վրա էլ չկա, երևի սենց որ գնա, երևի մի քանի տարվա մեջ կարող է այնպես ուզենան ջահելությանը մատակարարեն, որ նույնիսկ այդպես տարածքներ չի էլ եղել։ Ես իմ հերթին կապ չունի, որ ասենք ես թոշակ եմ արդեն 8 տարի, երեխաների հետ շփվելուց տարբեր բնակավարների, մինչև հիմա էլի ոնց որ իմ պարտքը համարեմ, որ այդ երեխեքին զգուշացնեմ, հիշացնեմ, դեպի պատրաստեմ, նույնիսկ պատրաստեմ նորանոր, որովհետև ինչպես ասեց մեր գործընկերը, մեր ծառայակից ընկերը, ոչ մի բան հիմնական չի, այսօր սենց է, մի օր բացվելու է ու յուրաքանչյուրս էլ անկախ մեր տարիքից, անկախ մեր առողջական վիճակից հավատացնում եմ ձեզ, լավ պայծառ հաղթանակ մտքի համար պատրաստ են գիշեր-ցերեկ կանգնած լինելու, թե մեր զինվորի կողքը, թե մեր ղեկավարությանը, իհարկե, թե ղեկավարություն ունենանք այն տիպի, որը որ հաղթանակատենչ է, որը ազգասեր է, որը ուզում է, որ իր երեխային ոնց որ մատով ցույց են տալիս արտասահմանում, ասեն, տես հայ է, իրանք խելացի ազգ են, այլ տենան ասեն, հայ չես,
Այդպես Շնորհակալություն, պարոն Խնդրեմ։ Անդրեասյան, այ դուք ինչպես նշեցիք, մոտ 5,000-ամյա պատմություն ունեցող հայ ժողովուրդը, ունենալով Քրիստոսից առաջ 2492 թվականին օգոստոսի 11-ի հայոց բուն տոմարի սկիզբ, խոշաբիճակատամարտ, հակերբելի մենամարտ, հայկյան սերունդը կարողացավ Արցախյան պատերազմներում իր արժանի ավանդը ներդնել ռազմական գործողություններին, այսինքն զինվորը կատարեց իր պարտքը, իր մարտական սխրանքը, մարտական փառքով դուրս եկավ ռազմական գործողություններից, բայց արդյունքում դուք որտեղ կռվել եք, որ մասը պահել եք, արդյունքում ունեցանք տարածքային կորուստներ, այսինքն ձեր փառքը, ձեր սխրանքը չգնահատվեց եւ այդ տարածքները սխալ քաղաքականության շնորհիվ զիջվեցին թշնամուն։ Միանշանակ այդպես հասկանանք։ մեծ հաշվով այդպես է գալիս։ Մեծ հաշվով այդպես, բայց հիմա թե քաղաքական դաշտում ոնց են որոշել, ասեց մեր Վարդանյանը, ոնց են որոշել, ինչ պլան ունեն, դա ճիշտ է, թե դա սխալ է, չգիտեմ, ես նախարար չեմ, ոչ էլ վերադաս չեմ կարող այնտեղ իմ կաշվի մեջ մտնեմ, այնտեղ իրանց կաշվի մեջ մտնեմ, կներեք, բայց համենայն դեպս ես կարծում եմ, որ իրոք, եթե պետք լիներ, պատրաստ էինք, կապ չուներ, չէինք կարող դիմակայենք, ինչ կանենք, ոնց կանենք, մենք պատրաստ էինք։ Ու ամենակարևորը ես չասեցի, որը գնալով ծաղկում է ու նամանավանդ այս վերջի քանի տարիներում ավելի շատ են սկսել այդ տենդենսը ծաղկացնել, այս քավոր սանիկ բարեկամ գումար, չգիտեմ ինչ, այսինքն ահռելի քանակությունը մեծացել է, եթե նախկինում ասենք ազգի հույսը միշտ եղել է բանակում էլ ծառայող այն կոպիտ ասած քյասի ժողովուրդ 30-40%, հիմա ազգի հույսը մնացել է 10-15%, էդ էլ կիսա վիրավոր, կիսա հիվանդ, այսինքն մարդիկ, ինչի համար։ Իսկ մնացած ազգը ես չեմ ընդունում, որ բաժակով ազգ ենք սիրում, խմենք զինվորի կենաց այն դեպքում, երբ որ մենք այնտեղ զոհվում ենք սահմանին, ինչի համար, որ թուրքը մի գրամ առաջ չգա, որտեղ հետևում մեր տներն են, մեր ընտանիքներն են, մեր աղջիկներն են, իսկ մարդիկ, ասենք, նույն համազգեստից հագած սիրուն ձևավորված բան, որ ծառայությունից էլ բացարձակ գաղափար չունեն, երևի կյանքում մի օր զինվորի համազգեստ էլ չեն հագել, ասենք, նստեն խոսան, փառաբանեն, ամպագորգոր, մենք ես, մենք է։ Դա միշտ եղել է, կներեք ես ասեցի 3000 տարի, պետք է ասեի 5000, 2000 ոնց որ քիչ է։ Միշտ եղել է, միշտ էլ լինելու է, բայց ես հաստատ համոզված եմ, իմ նույն ծառայողական փորձից ելնելով, եթե ղեկավարը լինում է մի քիչ ազգասեր, իր գործին տիրապետող, ամենայն դեպս նաև մանկավարժ, նաև պոլիտիկ, ինչու՞ չէ թեկուզ։ Ամեն ինչ բերում է նրան, որ իր շարքային ենթակայից մինչև վերջի վերադասները բոլորը տեսնում են, չէ՞, վերադասը իրան ոնց է պահում, իր ցանկությունը, իր նկատառումները, իր հղումները ինչպիսին է, դրանով այդ ամբողջ կառույցը բնականաբար պատրաստվում է։ Շարքային զինվորից բռնած, եթե զգում են գլխին ղեկավար կա, այդտեղ կկռվ, առանց զենք էլ կկռվեն, հավատացնում եմ ձեզ։ Թուրքը նույն թուրքն է, ադրբեջանցին նույն ադրբեջան, կապ չունի ինչով ուզում են թռչող ափսեներով էլ իրանց ապահովեն, միևնույն է։ Ճիշտ է, հիմա ժամանակակից մարդ է, ժամանակակից ցավոք սրտի չենք դեռ լուրջ վերաբերվում, չենք պատրաստում մեր կադրերը լուրջ ավելի այդ հարցերին, հələ որ գնում է 40-45 թվի հայրենական մեծ պատերազմ, խրամատ փորեցին մտանք մեջ, չէ, սխալ է, բայց էլի հայ մնում է հայ, մեր ինձ թվում է, որ եթե այդ համախմբումը լինի մի քիչ էլ քիչ քավոր սանիկ մեկ էլ գումար անենք, շատ շուտ չեմ ասում, բայց մի փոքր ժամանակ պատրաստվելուց հետո նույն Ղարաբաղն էլ մերը կլինի, նախ Արցախը, նույն Քարվաճառի շրջանը Շահումյանի, որտեղ ես ու պարոն Գևորգյանը երկար տարիներ ծառայել ենք, ամբողջ քարութուփը գիտենք, ամբողջ ամեն խաչքարերի տեղը գիտենք, որ ընդեղ այնց հնություններ կա, որ մինչև հիմա
տեղը մարդիկ չգիտեն, իրենք չեն պատկերացնում։ Մեր բանակի պարոն ասեմ, պատասխան մեր բանակը վաղուց պետք է մարտավարությունը փոխվեր։ Դրանց սովետական միության փտած մարտավարությունը լեռնային գոտում կլասիկ բացազատումով հակահարձակում, որը որ չի կարալնի։ Այդ մարտավարությունը փոխվեր վաղուց մեր բանակում։ Պետք է չասեին կոնսերվի բանկեքը չգցեք, շարեք խրամատներում կոնսերվի բանկով խրամատ չեն պահում, դիք չեն պահում, դի ավելի լավ միջոցներ ստեղծեին, գիշերային տեսասարքեր, ամեն ինչը, պետք է թային լրիվ պրոֆեսիոնալ բանակի։ Պետք է հասկանում ինչա կատարվում, նույնը հիմա է։ Շնորհակալություն, պարոն Գևորգյան, այսինքն մենք պիտի